Մայիսի 9-ի հաղթանակների օրվա շնորհավորական ուղերձներում կարմիր թելի պես անցնում է խաղաղության մաղթանքը։ Օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է հաղթանակ զբոսայգի, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում։ Նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այս պատմական հաղթանակում։ 100 հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում։ Նրանց արյամբ ու քրտինքով է կերտվել այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։ Իր շնորհավորական ուղերձում Վահագն Խաչատուրյանը շեշտադրել է խաղաղության արժեքը։ Մեծ հաղթանակի դասն այսօր էլ արդիական է, ասում է Հայաստանի նախագահն ու վստահեցնում, մեր երկիրը պիտի ամրապնդի կայուն խաղաղությունը։ Խաղաղությունը գլխավոր ուղերձն է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքում։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, ասում է վարչապետն ու ընդգծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը համաձայնեցված է, սպասում է ստորագրման, եւ Հայաստանը գնում է հենց այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության եւ բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի, շեշտել է գործադիրի ղեկավարը։ Իսկ ինչ փուլում է խաղաղությունը թղթի վրա ամրագրող հայ-ադրբեջանական համաձայնագիրը, այս հարցին էլ պատասխանել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Մենք ինչպես պատրաստ ենք վարկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցությունը, այնպես էլ այժմ։ Արդեն 2 ամիս է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս պահանջներով հանդերձ Ալիևը օրերս կրկին հաստատեց, Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։